Հավասարությունը դեպի ձեռք։ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրած զորահանդեսի մասնակից զորքերը շարված են զորահանդեսի հրամանատար գեներալ-գնդապետ Խաչատուրով։ Զորահանդեսի մեկնարկը տվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա ողջունեց Հանրապետության հրապարակում զորահանդեսին մասնակցող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներին, ռուսական սահմանապահ զորքերին, բանակում հոգևոր ծառայություն անցնող սպասավորներին, ազատամարտի մասնակցած մարտիկներին։ Երրորդ բանակային կորպուսի անձնակազմին ողջույն։ Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի ակտիվ Սա նոր Հայաստան է, որին այսուհետ անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել։ Մինչ տոնական քայլերթի մեկնարկն իր շնորհավորական խոսքում նշեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանն այսօր իր բոլոր խնդիրներով հանդերձ կայացած երկիր է, նշել է նախագահը ու հույս հայտնել, որ անկախության հետագա 20 տարիները կծառայեն այդ խնդիրների լուծմանը։ Իսկ ամենակարևորը բոլորն անկախության սերունդն է։ Սերունդ որ ազատ երկրի քաղաքացի է և իրեն չի պատկերացնում այդ կարգավիճակում։ Սերունդ, որ շատ բան ունի տալու իր երկրին ու ժողովրդին, բայց նաև ունի մտահոգություններ ու պահանջներ։ Առաջադիմության ամենամուտ ազատներն են։ Սա հազարամյակների լրջագույն պատմություն ունեցող, բայց 20 տարեկան Հայաստանն է, 20 տարեկանի ավյունով եռանդով, բայց ոչ 20 տարեկանի միամտությամբ։ Սա նոր Հայաստանն է, որին այլևս անհնար է խաբել կամ ահաբեկել, անհնարին է պարտադրել, նշեց նախագահը։ Հայաստանի Հանրապետությունը 20 տարեկան է։ Հարկ Հայաստանի Հանրապետությանը, հարկ Հայաստանի զինված ուժերի Այնուհետև մեկնարկեց տարբեր զորամիավորումների տոնական քայլերթը։ Զորահանդեսի հրամանատար Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ առաջ շարժվեցին մարտական դրոշակակիր քայրյակը, Վալերի Գրիգորյանի գլխավորությամբ և Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի թմբկահարների խումբը։ Տոնական հրապարակով անցան նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտիկները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջին բանակային կորպուսի ստորաբաժանումները, Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի զինվորները, Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները եւ այլն։ Այնուհետև Երևանում զորահանդեսը շարունակեց օդային շքերթը։ Զինված ուժերի ռազմական ավիացիան, հիշեցնենք, ստեղծվել է 1992 թվականի հունիսի 26-ին։ Այդ օրը 3 ուղղաթիռներով իրականացվել է առաջին մարտական թռիչքը։ Ավիացիայի շքերթը շարունակել են ուղղաթիռները։ Ռազմական շքերթի ժամանակ հրապարակով անցել են համազարգային կրակի ռեակտիվ ու հրթիռային համակարգերի ստորաբաժանումները, ինչպես նաև S-300 զենիթահրթիռային համակարգերը, լեռնային պայմանների համար հատուկ կարգավորված S-300 զենիթային դիվիզիոնները վերահսկում եւ անառիկ են պահում Հայաստանի Հանրապետության ողջ օդային տարածությունը։
Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալենյուս, Երևան։